Ամփոփելով խնդրեմ ներկայացնեք երթով ձեր դիտարկումները։ Արած։ Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, դուք ինքներդ էլ տեսաք ինչ է կատարվում, մենք այսօր փաստորեն վերջնական ավարտեցինք այս դատական գործը, ինչպես նաև ականատես եղաք այս գործի ընթացքում, ինչպես քիչ առաջ զրուցում էինք նաև գյումրեցիների հետ, ուրեմն խնձորներով բացատրվեց, նույնիսկ խնձորների մակարդակով բացատրվեց, որ Միքայել Սրբազանը որևէ հանցագործություն չի կատարել, խոսել է անցյալի մասին, կոչեր չի արել, բայց ամեն ինչից հետո դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց, այսօր էլ լսեց, դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ազատազրկում, դատարանն էլ հեռացավ առանձին սենյակ հոկտեմբերի 3-ին հրապարակել իր դատավճիռը եւ կոնկրետ ես կանխատեսում եմ, որ ազատազրկում է տալու, որովհետեւ տեսեք, այնքան կանխատեսել են, արդեն նույնիսկ մենք մասեմ շատ պետք չի խելք ունենալ, որ չկանխատեսես։ Ակնհայտ է 2 տարի 6 ամիս միջնորդեց դատախազը, հետո դատավորը կարող է մի քիչ էլ մարդասիրական մոտեցում ցույց տալ, 6 ամիս իջեցնել, 2 տարի սահմանել կամ 2 տարի 6 ամիսն էլ թողել։ Իմ գործընկերների մի մասը մի քիչ ավելի լավատեսական հակումներ ունեն, բայց հաշվի առնելով այս դատավորի նույնիսկ այն պարզունակ խախտումները եւ այսօրվա մի նիստի ժամանակ էլ դա հատուկ ընդգծեցինք, որ նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Պարոն Զոհրաբյան, դուք խոսեցիք նիստի ժամանակ, այս լսեցի դատավորի կողմից խախտումների մասին, սրա հետ կապված կդիմեք նախարարություն կամ հանձնաժողով կարգապահական։ Այո, մենք նման մտադրություն ունենք, սպասենք հոկտեմբերի 3-ին, տեսնենք դատավորի վերջնական դրսևորում եւ դրանից հետո անպայման դատավորի հետ կապված մենք որոշակի գործընթաց պետք է իրականացնենք։ Բողոքելու հետ կապված ինչ կասեք, ցանկացած, ասենք, կապ չունի, 2 ամիս կորոշեն, 2 տարի 6 ամիս ձեր համար ոնց հասկացա, արդարացումն է կարևոր։ Վերդիկտը ինքնին արդեն հիմք է տալիս, որ բողոքը ներկայացնենք վերաքննիչ դատարան, ընդ որում բազմիցս նշել ենք, որ այնպիսի խախտումներ է դատանը թույլ տվել, որ վերաքննիչ դատարանի համար պարտադիր է բեկանումը անկախ ապացույցների ծավալի։ Այսինքն նույնիսկ վերաքննիչ դատարանը չպետք է նայի ապացույցներով հիմնավորվում է թե չէ, օրինակ ընդդատության կանոնների խախտումը ինքնին օրենքում ուղիղ գրած է, որ պարտադիր բեկանման հիմք է հանդիսանում։ Մնացած խախտումները եւս, հետեւաբար մենք այս առումով միանշանակ ներկայացնելու ենք։ Բաժի մասում կտեսնենք ինչ է որոշում, նաեւ այդ մասով բնականաբար, եթե հանկարծ նշանակի այնպիսի պատիժ, որով օրինակ մենք տեսնում ենք դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս։ Գիտեք, իրականում բացառիկ բան է տեղի ունենում, առաջին անգամ միջին ծանոթության հանցանք կատարած անձին ազատազրկում միջնորդել են դեպքում, երբ որ սանկցիան նախատեսում է 5 տարբեր տեսակի պատիժներ, այդ թվում տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը որ ազատազրկման հետ կապ չունի, այսինքն որոշակի ժամերի սահմանափակումը տանից դուրս գալու եւ արդեն կարճաժամկետ մինչեւ 2 ամիս էր նախատեսում ազատազրկում եւ ընդհանրապես 2-ից 5 տարի։ Օրենքի ուղիղ պահանջը այնպիսին է, որ ասում է յուրաքանչյուր հաջորդ ավելի խիստը պետք է նշանակեք, եթե առավել նվազը չի կարող բաժի նպատակներ իրացնել։ Հիմա օրենսդիրը տեսել է, որ այս հանցագործության համար այս 5-ն է հավասարապես կարող են անձի պատշաճ վարքագիծ ըստ էության ապահովել եւ բաժի նպատակները իրացնել։ Հիմա ասում է դու նայեք ես օրինակ ծանրացնող հանգամանքներ եւ այլն ինչ, օրինակ պատկերացրեք անձը 3 անգամ ազատազրկում է գրել ինչ որ հանցագործությունների համար դատվացություն ունի, իր նկատմամբ օրինակ դու ավելի խիստ նշանակի, քան տուգանքը։ Եթե անձին մի քանի անգամ ազատազրկում ա եղել, չի եղել նորմալ պատիժը իրացնել նպատակները, օրինակ հիմա ոնց տուգանք տա։ Այս դեպքերի համար օրենքը նախատեսել է, որ կարող է օրինակի համար ազատազրկում տաս, բայց նաև հատուկ նորմով նախատեսել է, որ ազատազրկումը բացառիկ, եթե օրինակ մյուս պատիժները կիմնավորես, որ չի կարող նպատակը ապահովել։ Պատական չէր, որ մենք ինչ արեցինք։ Մենք ներկայացրեցինք օրինակ երևի թե միակն է դա, կամ առնվազն 2018 թվականից հետո Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործը, որտեղ նույն հոդվածով անձին մեղադրում էին եւ ընդ որում նորից առաջին անգամ միջին ծանրություն, որևէ ծանրացնող հանգամանք չկա, բազմաթիվ պատիժների մեջից դատանը այն ժամանակ տուգանք է նշանակել 400,000 դրամ։
բայց այն ժամանակ օրինակ կարճաժամկետ ազատազրկումը չկար, ազատության սահմանափակումը չկար, ստել ավելի մեծացրել է ծավալը։ Հիմա այդ ինչից որոշեց դատախազը, որ պետքա գա հատկապես ազատազրկում, մի հատ էլ 2.5 տարի։ Ականայդ չէ, որ սա նորից քաղաքական էս բնույթի հետապնդման շարունակությունն է, սա կոնկրետ հանձնարարություն է։ Հակառակ դեպքում բացառվում է որևէ այլ գործով գալ եւ նման միջնորդություն անել։ Մենք ցույց տվեցինք նաև այլ միջինցառության հանցագործությունները, որ պրակտիկան այնպեսին է, որ ազատազրկում չի նշանակում։ Եթե այսքանից հետո պետքա դատանը նաև այս խախտումը անի, այս ապօրինությունը անի, ուրեմն իր մեղքի իր մոտ ինչ Պարոն ասեմ։ Սարգսյան, տեսեք, հանրային շրջանակներում այսպիսի խոսակցություններ են պատտվում Սրբազանի առողջական վիճակի մասին, որը ասում են, որ բարվոք չէ եւ գուցե անհամատեղելի է լինի կալանքի։ Ձեզ նման տվյալներ հայտնի են եւ ինչու գործում տեղ չեն գտել։ Ուրեմն այսօր մեր գործընկեր Արա Զորաբյանը ներկայացրեց, որ Սրբազանը ըստ էության մեզ թույլ չի տվել, որպեսզի մեղմացնող հանգամանքներ վկայակոչենք, իսկ առողջականը դա մեղմացնող հանգամանք է։ Օրինակ նրա անցած ուղու հետ կապված փաստաթղթային ձևակերպումները մեղմացնող հանգամանքներ են եւ այլն, բայց մենք դրանք չենք ներկայացնում են պարզ պատճառով, որ ի սկզբանե նա որևէ հանցանք չի կատարել եւ որևէ բան էլ չունենք հայցելու դատարանից, մի հատ էլ փորձենք դատարանի մոտ ինչ որ մեղմացնող իրավիճակ ստեղծել։ Դրա համար մենք այդ ուղին չբռնեցինք, բայց նաեւ փորձեցինք ցույց տանք դատական պրակտիկան, այսինքն սա ավելի շատ դատավորի համար, որ նորից հետագայում չասեն, որ մենք չգիտեինք, մենք չենք ուսումնասիրել, իրենց փոխարենը բոլորը անում ներկայացնում ենք, հետեւաբար առողջականի մասով հիմա էլ ոչինչ չեմ ասել, քանի որ դրա թույլտվությունը այդպես չունենք, բայց նաեւ պետք է հիմնավորեինք, որ դու ինչ էլ անես, եթե ազատազրկում լինի, ուրեմն կրկին ակնհայտ ապօրինություն է լինելու։ Լրացում անեմ առողջության հետ կապված։ Տեսեք, առողջության հետ կապված ես տարբեր առիթներով, երբ որ հանդիպում եմ Սրբազանի հետ քրեակատարական հիմնարկում, պարբերաբար հարցնում եմ, ոնց եք ձեզ զգում, ինչ խնդիր կա։ Գիտեմ մի քանի առողջական խնդիրների մասին, իհարկե, որ հիմա չեմ կարողանա այստեղ հրապարակային ասել, որովհետև դա անձնական տվյալ է, բայց ասեմ նաև, որ իր բարեկամների միջոցով փորձում եմ ինքնուրույն տվյալներ հավաքել, այսինքն որոշակի փաստաթղթեր եմ խնդրել ինձ փոխանցեն, որ երբ որ անհրաժեշտությունը գա, մենք փորձենք դա նաև կիրառել, որովհետև եթե հարց ասավ նրան, որ նրա կյանքի նկատմամբ վտանգ սպառնաց, մենք իրեն չենք լսելու, այսպես ասեմ։ Բայց քանի դեռ այդ տվյալները մենք ձեռք չենք բերել, այս պահին հակառակի դիրքորոշման որևէ բան չենք կարողանալ։ Պարոն Զորաբյան, պարոն Սարգսյանի բազմաթիվ արխիվային օրինակներից հետո կարծում եք ազատազրկում կկայացնի դատավորը։ Տեսեք, պարոն Սարգսյանը նաև կալանքի միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրել էր դատախազության կոլեգիայի որոշում, որով ասել էր նմանատիպ դեպքերում չտանել կալանավորման։ Մինչդեռ դատախազները իրենք ինձ կոլեգիայի որոշման նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսևորելով գնացին կալանավորման ճանապարհով, դատարանն էլ բավարարեց կալանավորման ճանապարհը։ Դատանը ակնհայտ կերպով, երբ կար երկու լրատվամիջոցների գրությունները, որ այդ երկու իրավիճակը նկարահանվել են Գյումրի քաղաքում, դատան ունենալով այդ ապացույցները ուղղակի գործը չուղարկեց ըստ ընդդատության։ Երբ որ նմանատիպ խախտումներ է թույլ տալիս դատարանը, ակնհայտ է, որ այս դատարանը ինչ որ մի կոմպրոմատի կամ ինչ որ մի բանի պատճառով վախեցած է իշխանությունից եւ անելու է այն ինչ որ անում է, այսինքն կալանք է սահմանել, այն դեպքում երբ կալանք չէր հասնում Միքայել Սրբազանին եւ բնականաբար նաեւ իր գործողությունները տանում են նրան, որ նա տանելու է ազատազրկման։ Մենք այդպես ենք կարծում, որովհետեւ քաղաքական հաշվարկի տեսակետից Միքայել Սրբազանը իրենց խանգարում է։ Եվ իմ բանել ասեմ, անկախ նրանից ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն մեղադրական վերդիկտ կա, այսինքն դա նշանակում է մեղադրական դատավճիռ է լինելու։ Այսինքն մեղավոր են ճանաչել Սրբազանին։ Մենք միևնույն է դա բողոքարկելու ենք, որովհետև դա արդեն հակասում է ճշմարտությանը։ Պարոն Զորաբյան, բայց այս գործը հա ակնհայտ է, որ քաղաքական տեքստ ունի, քաղաքական պատվերով գործ է, ինչ դատավորի էլ որ առաջացանում մակագրվեր ելք այսպեսին չէ լինի։ Տեսեք, կան դատավորներ, դուք էլ լավ գիտեք, որովհետև իրավական դաշտում աշխատող լրագրողները գիտեք, որ կան դատորներ, որոնք այս աշճան իրենց խղճի դեմ չեն գնա։ Այդ պատճառով էր, որ Գյումրի չուղարկվեց։ Թե չէ կուղարկեն Գյումրի, կասեն շատ լավ, կուղարկեն Գյումրի, Գյումրում էլ նույն պատվերով մեր ուզածը կստանանք։ Բայց ինչու չուղարկվեց։ Ինչու է այս տիպի գործերը մակագրվում Մասիս Մելքոնյանին, Արմեն Մելիքսեցյանին, վերաքննիչ են գնում են նույն մարդկանց մոտ։ Ինչու է սա այսպես լինում, որովհետև իրենք իրենց սրտի դատավորներն են, այսպես ասած, եւ բնականաբար իրենք ավելի հեշտ են հակված մեղադրական ակտ կայացնելու։ Եվ մենք կարծում ենք, որ եթե լինեին ուրիշ դատավորներ, որոնց մոտ սա կընկներ, միգուցե այս ծայրաշճան, այսպիսի խախտման չգնային։
Արմինե Մելիքսեթյանն էլ կարծում եք սրտի դատավորների շարքին է դասվել։ Տեսեք, մեր փաստաբանների մոտ այնպեսի հետաքրքիր բան կա, փաստաբաններից մոտ կա դատավորների ռեյտինգավորում, այսպես, նաև ոչ գրված։ Արմինե Մելիքսեթյանը միշտ համարվել է մեղադրական հակում ունեցող դատավոր։ Այսինքն, եթե մի քիչ sense գայուն քաղաքական ենթատեքստ ունի, Արմինե Մելիքսեթյանը մեղադրողի դիրքորոշումն է կիսում։ Սա փաստ է, Մասիս Մելքոնյանը նույնպես։ Եվ պատահական չէ, որ որոշ հայտնի գործերով հենց իրենք են այդ դատավորները։ Մեդիաբի հարգելի հետևորդներ, նշեմ, որ Միքայել Սրբազանի գործով վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30-ին։ Դատական նիստից հետո դահլիճում ներկաները սկսեցին վանկարկել Սրբազան։ Միքայել Սրբազանը նշեց, տրամադրությունը շատ լավ է, դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի մտածեք։